Պատերազմի աստված Արեսը տրտնջում է իմաստության աստվածուհի Աթենասին. Ինձ բոլորն ատում են, թե Զևսը, թե մարդիկ, միթե ես պետք եմ պատերազմի անվերջ անեծքները կրելու համար միայն։ Ոչ միայն, պատասխանում է Աթենասը, դու պետք ես նաև պատերազմ հրահրողներին, կիսելու համար պատասխանատվությունը, որ չխենթանան նրանք սեփական մեղքի զգացումից։ Այդ հղեն ես եմ ընտրա, ու այդ բենը պիտար ստացված ենի ու տրալա։ Ես վերեթեղը ցավոքեցամ, ես երկու բեն եմ դածալ, կամ առողջ եմ մնալու, կամ էլ զոհվելու։ Նոյեմբերի 18-ն այլալ, արդեն պոստա եկած շեն եմ եկել։ Կշերվա կեսին ժամի 12-ին, общий тревога ալա։ Մեզ 8 հոգու առաջ աղարկա։ Եկանք արդեն թորքերի իրանց պոստերի իրա դուս եկավ, ուտեղ արդեն բոյս կսալա։ Արավոտվանից մինչև բոյա ելալ, մուկ մի խլա առաջ կացալ, այդ սարոբապ սարը տակնալա։ Երուբին եսա վիրավորվալա։ Դուզ նասած հայսկականից դուժե ամին 3-4 տարի ես կրած արջում հարմարում եմ շատ եմ նամատացեիս հետո հասկացամ շատ մտածել ավեշ մեն փոխել էջս կյանքն աշարունակում է պրոստը հարկավերա հարմարված ու ապրած Հարաբաղում ես իրան հանդիպեցի 99 թվականի ապրիլ ամիսն էր ու շատ մեծ ցավով գտա Մխիթարին, որ ինքը շատ վատ վիճակում էր, նստած էր անվաթոռում ու երբ ես հարցեցի վերքերդ երևի լրիվ արդեն ապակինվել է, որ նստած ես, ասաց չէ, հույսս կորցնում որ կապակինվի, դրա համար արդեն անվերջ նստում եմ։ Արդեն եկավ աստեղ, ինձ տեղ ճարալ ու այդ օրվանից ինքի կարելի ասած у меня за уши вытащил։ Հիշեցի որ Մխիթարը մեր մոտ Կարմիր խաչում սովորել էր փայտի փորագրություն։ Ու իրան առաջարկեցի, այդ դու փորագրի ես կվաճառեմ։ Ասում ոչ մեկ չի առնում, արդեն բավական ունեմ, ոչ մեկին հետաքրքրել չի։ Ասում ոչ դու սարքի, ես կվաճառեմ, որովհետև այդ միակ ուժներ որ ես կարա իրան ստիպել անկողնում պարկած մնար։
Ռոբին Մակլարի մենք լավ շոտլանդացի կամավոր ունենք, որ մխիթարի աշխատանքները տարավ իր այդ եւ Շոտլանդիա եւ Կանադա վաճառելու ու այդ այցերի ընթացքում ավելի շատ գումար ինքը բերեց, քան նախատեսել ենք։ Ինքը առաջարկեց, որ իր ստացած եկամուտից մի մաս, մոտավորապես $350 նվիրաբերում է կենտրոնին։ Ու այդ գումարը ստիմուլ հանդիսացավ, շատ արագ կարողացանք բացել ու շատ սիմվոլիկ էր, որ հաշմանդամը իր այդ վիճակում գտնվել ոչ միայն ստանում, այլ երբեմն նաև պատրաստ է աջակցել իր նմաններին օգնելու, հետ տալու։ Մի բան, որ անկեղծ ասած իմ ամբողջ կարիերայի ընթացքում շատ հազվադեպ եմ տեսել։ Եվ կենտրոնի կոլեկտիվը որոշեց, որ ստուդիան կլինի Մխիթարի անունով։ Շատ ընդհանուր բաներ ունեինք, թե երաժշտության տեսակետից, թե մտածելու, թե մի խոսքով ես ամեն իմ անձնական հարցերն էլ, ամեն ինչ իր հետ էի կիսվում ու ցանկացած իր խորհուրդ իմ համար օրենք էր։ Ու մինչ օրս չնայած ամուսին ունեմ, բայց առաջի խորհուրդը իրանն է։ Իրան это շուտվանից եմ ծանոթ, միշտ գամա, կինամա, ինքը տեխնիկային թատրոնի տնօրեն է, հետո բարի ուսուցիչ է, ուղղակի ինքը հոժավեր, յուրան կնքահայրը տրնամ, ես էլ համոզվալ եմ, ասինքս համոզալ եմ։ Համոզեցին էլ ոնց համոզեցի։ Շատ դժվար էր համոզելը։ Բաց հետ էլ կնքված չէր ինքը պիտի կնքվեր, հետո որ ինձ կնքահայր լիներ։ Ես էլ շատ էի ուզում, որ ինքը իմ կնքահայրը լիներ։ Ուզում էի ինչ-որ մի ձևի նման հարազատ ունենամ, դե երևի մենաբացի այդ կարգից ուրիշ հնարավոր չէր, չէ, ուրիշ տարբերակ։ Մի խոսքով, ասում ախր ես չեմ հավատում տենց բաների, ասում եմ ոչինչ, ասում եմ, հա ինչ կլինի, իմ խաթեր համաձայնվի էլի։ Ինքը հավատում, այս հավատում չունեմ մենք։ Ես էլեմենտարնի աղոտկել չեմ գիտում։ Օրինակ ասել բիբլիա կա կողքից դրած տղ։ Ղաթամը կարդում եմ, բենում եմ, բայց լահանդի կակ լիտերատուրը է չտայում։ Հետաքրքիր է։ Ուղղակի Մխիթարը շատ ավելի իր գաղափարները շատ ավելի վեհ է, իր համ առողջությունն է տվել, համ հոգին է տվել Սանտեր կռվին, կռվից հետո էլ չի դադարում, էլի համարյա բոլորս էլ գիտենք համարյա կես մարդ է, բայց էլի այդ մարդը ուզում է տա։ Դժն ասած մի տեխնիկում սարքա, լավալ մար տեխնիկա, մի քանիսն դիքում է գեմալ։ Կմեջը վիրավորվել ես ավելի կոպետ ու ավելի դաժամարդ մնան։ Վիրավորվելից հետո ես շատ եմ փոխվել։ Ավելի շատ բարի եմ տարավ։ Մարդիկ կան վեր նույն վիճակում ինձանից ավելի փիս են։ Ու մարդիկ կան վեր իլալ են։ Իրանք ավելի երևի ավելի ասեմ заслуживают, чтобы они остались бы живы и жили бы, чем я. Այս կյանքը ինչ վեր սկսալ է, լավ սկզբից էլ, միշտ անարդարություն էլ է, մի հինգել կա ու միշտ էլ իննական է։